լիարժեք գնային առաջարկ, թե հնարավոր է արդյոք պատրաստել կարկասային տուն, որը կլինի ջերմ և հարմարավետ։ Ու հենց դրանից է կախված, որ նույն մակնիշի մեքենան, նույն տարեթվի, նույն արտաքին տեսքի կարա գումարայինով շատ մեծ տատանում ունենա։ Ողջույն բոլորին։ Նախորդ վիդեոում մենք խոսում ենք այն նյութերի մասին, որոնք որ աշխատում են Հայաստանում։ Շարունակելով այդ թեման, այսօր կխոսենք, թե ինչու է մեկի տունը տաք հարմարավետ, իսկ մյուսինը լիքը հարցեր է առաջացնում։ Գնացինք։ Ինձ միշտ զարմացրել է, որ մարդիկ կարող են գնել նույն տեսքի տուն, օգտագործել նույն նյութերը, բայց մեկի տունը իրականում բավականին հարմարավետ և տաք է, իսկ մյուսի տունը պահանջում է կոմունալ շատ մեծ ծախսեր։ Այսօր կհասկանանք, թե ինչու է այդպես ստացվում։ Ես սիրում եմ համեմատել կարկասային տունը ավտոմեքենայի հետ։ Պարզապես բոլորը ծանոթ են, որ ավտոմեքենա գնելիս պետք է վերցնել VIN կոդը և ստուգել մեքենան արդյոք բարձիկները բացած է, ինքը ինչ վիճակում ա եղել, ինչ վթարի ա ենթարկվել և դրանից հետո արդեն որոշում կայացնել գնել այդ մեքենան թե ոչ։ Ու հենց դրանից է կախված, որ նույն մակնիշի մեքենան, նույն տարեթվի, նույն արտաքին տեսքի կարա գումարայինով շատ մեծ տատանում ունենա։ Եթե դուք դժբախտություն եք, բացեք ձեր հոգին, բացականչեք ձեր դժգոհության մասին, թող հանրությունը իմանա, թող գրեն թերթերում։ Հիմա կփորձենք հասկանալ, թե հնարավոր է արդյոք պատրաստել կարկասային տուն, որը կլինի ջերմ և հարմարավետ։ Ամենատարածված տարբերակներից դա մետաղական կոնստրուկցիան է, ու բոլորի մոտ հարց է առաջանում, որ մետաղը հնարավոր չէ, որ տաք լինի։ Դա բավականին տրամաբանական է, որովհետև մետաղը բոլորիս համար ասոցացվում է սառնության հետ։ Բայց պետք է հասկանանք, որ մետաղի առաքելությունը դա տունը ջերմ կամ սառը պահելը չէ։ Լսիլը բոբոլիկ, այս անարդարության պատճառը ինտելեկտն է։ Նա կատարում է սկելետի ֆունկցիան, ոնց որ ոսկորները մեր օրգանիզմում, իսկ տաքության համար պատասխանատու են մկանները, մաշկը և այլ բնական բաղադրիչներ։ Ամենամեծ սխալներից մեկը տանը վերաբերվել որպես մի քանի նյութերի կույտ, այսինքն ֆունդամենտը արեցիր, պատերը կանգնեցրիր, պատուհանները դրեցիր, պատրաստ է, գնում ենք բնակվենք։ Բայց դա սխալ մոտեցում է, որովհետև տունը դա շատ բարդ մեխանիզմ ու պահանջում է իրանից կատարյալ պատասխանատու մոտեցում։ Հիմա կքննարկենք ինչու է դա այդպես։ Ինչպես նշել էինք նախորդ վիդեոում, կարկասային տան պատը բաղկացած է կարկասից, ջերմամեկուսիչից, գոլորշիապաշտպան մեմբրանից, քամի ջրապաշտպան մեմբրանից, ինժեներական համակարգերից, ֆասադային նյութերից, կոնտրաբրիշոտկայից և այլն։ Այս բաղադրիչներից եթե գոնե մեկ շերտը պակասի, դա կբերի շատ մեծ հետևանքների։ Դրա հետ կապված պետք է պատասխանատու վերաբերվել այս ամենին։ Այստեղ առաջանում է հետաքրքիր թեմա, երբ որ դու լիարժեք հասկանում ես, որ այս շերտերը ճիշտ ես պաշտպանել, բայց տունը էլի սառը կամ տաք է։ Ճիշտ է, էդ հնարավոր չէ։ Ամենահետաքրքիրը նա է, որ շատ քչերն են ուշադրություն դարձնում վարդակների իզոլյացիային, պատուհանների իզոլյացիային, բոլոր այն շերտերին, որ օրինակ մեմբրանի վրա նստում ես, իրանք պետք է մեկը մյուսին կպնեն, որպեսզի հնարավորություն չլինի, որ գոլորշին կամ խոնավությունը մտնի պատի մեջ։ Հաջորդ քայլում շատերը մտածում են, որ եթե ապրում են օրինակ Երևանում, բավականին շոկ է, անհրաժեշտություն չկա հաշ ջերմամեկուսիչ դնել կամ ավելի խիտ։ Իհարկե չկա, բայց դա բերելու է նրան, որ ամեն ամիս դու կոմունալ վճարների համար ավելի շատ ես վճարելու։ Որովհետև ջերմամեկուսիչը դա ոչ միայն ջերմության մասին է, այլև զովության, լռության և ընդհանուր տան կոմֆորտի մասին է։ Հասնելով առաջ հիմա կհասկանանք, եթե դու այս բոլոր մոտեցումները ճիշտ ես կիրառել, ինչու է տունը խոնավանում ու տհաճ հոտ էր առաջանում այնտեղ։ Արա ինչ էլ հավես ունեք։ Դրա համար պատասխանատու է միանշանակ օդափոխությունը։ Կարկասային տան հիմնական միտքը նա է, որ նա աշխատում է թերմոսի պես, այսինքն ինքը տաք և սառը ջերմությունը պետք է պահի ներսում լիարժեք։ Ու եթե տանը չկա մտածված խելացի օդափոխության համակարգ, դա բերելու է նրան, որ տան օդը ծանրանալու է ու ուզած թե չուզած առաջանալու է բորբոս։ Շատ կարևոր է, որպեսզի տունը շնչի ոչ թե վարդակներով ինչ-որ ճեղքերով, այլ հստակ մտածված համակարգով։ Դրա համար պետք է ի սկզբանե ունենալ նախագիծ, որտեղ որ նշված է, թե ինչ արտաքին տեսք է ունենալու, ինչ ներքին տեսք է ունենալու, ինչ մոտեցումներ է լինելու, ինչ նյութեր են օգտագործվելու, եւ այս ամենը դուք կարող եք գտնել Tooncraft-ում։ Նկարագրության բաժնում կգտնեք մեզ հետ կապնվելու միջոցներ։ Նաև շատ հետաքրքիր միֆ կա, որ կարկասային տունը դա ինչ-որ ընդունված շաբլոն է, որը որ վերցնում ես եւ կիրառում ես որտեղ որ ուզում ես։
Իրականում դա այդքան էլ այնպես չէ, որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանը փոքր է, բայց իր բոլոր տարածաշրջաններում տարբեր կլիմա է։ Օրինակ Երևանում բավականին շոգ է, Վանաձորում խոնավություն է, Դիլիջանում ձուն է, Ծաղկաձորում ձուն է, այսինքն ճնշումները տան կարկասի եւ տանիքի վրա բավականին շատ են։ Ու այստեղ պետք է հասկանալ, որ ամեն տարածաշրջան պահանջում է իր համար նախատեսված նյութեր։ Միտեղ պետք է ավելի հաստ տանիք, միտեղ ավելի հաստ մեմբրան, միտեղ ավելի հաստ ջերմամեկուսիչ եւ այլն։ Հələ իմ անունը մոզգ։ Եթե ամփոփենք այս ամենը, ստացվում է, որ կարկասային տունը այդքան էլ հեշտության մասին չէ։ Դա շատ բարդ համակարգ է, որը որ աշխատում է միմյանց հետ փոխկապակցված։ Ու սա կարելի ասել, որ նրա ամենակարևոր առավելություններից է։ Ի սկզբանե, եթե դու ճիշտ մոտեցում ես դնում, վերջում ստանում ես իրականում այն արդյունքը, որը որ նախատեսում էիր։ Այդ իսկ պատճառով, մինչև կարկասային տան պատվերը գրանցելը դուք կարող եք վարձակալել 1 օրով, 2 օրով նմանատիպ տներ եւ հասկանալ իրականում թե ինչ ապրելաոճի մասին է խոսքը։ Ինտերնետում, YouTube-ում, ChatGPT-ի միջոցով դուք կարող եք գտնել անհրաժեշտ ինֆորմացիան, որպեսզի ձեր բնակվելու փորձը լինի լիարժեք եւ դուք իմանաք թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի երբ որ հերթը գա ձեր տուն պատվիրելու, դուք հասկանաք, որ ինչ մեծ պատասխանատվության տակ եք մտնում, ծախսելու եք բավականին գումար եւ դա պետք է ունենա լիարժեք կատարյալ արդյունք։ Անպայման բաժանորդագրվեք այս ալիքին, միացեք մեր Instagram-յան էջին, որովհետև մենք շարունակելու ենք այս վիդեոշարքը եւ հաջորդ վիդեոում կխոսենք գնագոյացության մասին, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչից պետք է խուսափել եւ իրականում կարկասային տունը ինչքան պետք է արժենա։ Շարունակի։ Եղբայր, բայց փետից տունը, տախտակա։ Ինքը մի 3 տարի հետո կփտի։ Ինչ կարաս ասես դրա վրա։ Շատ հետաքրքիր հարց է, հարգելի հետևորդ։ Մենք պետք է հասկանանք, որ այդ փայտը պետք է լինի միանշանակ չորեցված ու պետք է ունենա 12-ից 14% խոնավություն։ Եվ մոնտաժից առաջ նա պետք է մշակվի համապատասխան նյութերով, որպեսզի այդ խնդիրը չարաշանա շահագործման ընթացքում, բայց պետք է հասկանալ, որ 3-4 տարի հետո անհրաժեշտություն կա լաքը, ներկը, ինչ որ նյութերը թարմացնելու։ Բրատ, այդ տունը որ սարքեք, քառակուսի մետր ինչքան քաշվեք։ Իրականում այս հարցը մենք շատ հաճախ ենք ստանում, ուղղակի պետք է հասկանալ, որ միանշանակ ինչ որ արժեք անհնար է հենց ամենասկզբից ասել, որովհետև պետք է քննարկել եւ հասկանալ ինչ նախագիծ եք ուզում, 1-2 հարկանի է, ինչ նյութեր եք ուզում, որպեսզի կիրառվի, ինչ տարածաշրջանում պետք է դա լինի եւ ինչ մոտեցում պետք է ցուցադրի շինարարը։ Այս ամենը հասկանալուց հետո կարողանանք տրամադրել լիարժեք գնային առաջարկ, որի համար մենք կկրենք պատասխանատվություն։ А за какой срок вы можете построить дом квадратурой приблизительно 130 квадратов? Հարգելի հյուր, դուք մի քիչ շտապում եք առաջ, որովհետև մենք հետագայում ունենալու ենք վիդեո, թե ինչքան ժամանակ է տևում պատրաստել կարկասային տունը։ Արա դու առաջ մինգի, դու ոնց որ եղել եմ մանրամասն պատմի։ Նշեմ, որ մեր մոտեցումը հետևյալն է, որ յուրաքանչյուր պրոյեկտ սկսելուց առաջ մենք կազմում ենք համապատասխան ծրագրերի միջոցով, օրինակ NM Project, Microsoft Project, որտեղ մենք բոլոր փուլերը շինարարական եւ կազմակերպչական նշում ենք եւ այնտեղ մենք նշում ենք թե որ գործողությունը քանի օր է տևում։ Միաժամանակ ուրիշ պրոյեկտները, որոնք որ մենք զբաղվում ենք, նույնպես այդ ծրագրի մեջ երևում է եւ ծրագիրը փոխկապակցված մեզ արդեն պատասխան է տալիս, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մենք վերջացնենք ձեր պրոյեկտը։ Դա բերում է նրան, որ մենք չենք ունենում այս մոտեցումը, որ ախպերս մի 10 օրից կպրսնենք, բայց մի 40-50 օրից կամ մի տարուց նոր տունը հանձնում ենք։ Դրա համար պետք է լինել պատասխանատու եւ հասկանալ, որ ժամանակը դա գումար է։ Ես տունը նկարել եմ կվադրատուրայով, բանով, սենյակներով նկարել եմ։ Դուք կարաք իմ նկարով այդ տունը սարքեք։ Իրականում բոլոր վիդեոներում ես նշում եմ, որ յուրաքանչյուր տուն պետք է ունենա հստակ նախագիծ, որտեղ դուք կտեսնեք, թե վերջում ձեր տունը ինչ տեսք է ունենալու եւ ինչ նյութեր են կիրառվելու։ Ձեր նկարածը նույնպես համարվում է նախագիծ, ուղղակի դա ձեր պատկերացումն է, որը որ մեր ճարտարապետը վերցնում է, քննարկելուց հետո մենք լիարժեք ծրագրի միջոցով հավաքում ենք նախագիծ, նշում ենք բոլոր փուլերը եւ բոլոր հատակագծերը, բոլոր ինժեներական սխեմաները ու դուք արդեն ոնց որ մինչև շինարարություն սկսելը, մինչև մեծ գումար ծախսելը արդեն տեսնում եք այն, ինչ պետք է դուք ստանաք։ Մինչ նոր հանդիպում։